very much. Thank you. Պուտին-Թրամփ սպասվող հանդիպման վերաբերյալ իրար հակասող տեղեկությունների տարափ է միջազգային մամուլում։ Հեղինակավոր Reuters գործակալության սպիտակ տան աղբյուրը հայտնել էր, թե Թրամփը հրաժարվել է հանդիպման մտքից։ Տեղի չեն ունենա նաև երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ կողմերը որոշել են անցկացնել գագաթնաժողովը, քանի որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը պահանջում է երկու ղեկավարների միջամտությունը։ Տարածվող լուրերը, թե հանդիպումը չեղարկվել է, Մոսկվան որակել է բամբասանք եւ կեղծիք։ Ըստ Reuters-ի տեղեկության, ռուսական կողմը նախորդ շաբաթ ոչ պաշտոնական փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ, պահանջելով վերահսկողություն Արևելյան Դոնբասի վիճելի տարածքների նկատմամբ։ Պարբերականի աղբյուրի խոսքով այդ կետը հակասում է Թրամփի առաջարկած ներկայիս դիրքերում մնալու գաղափարին։ Տարածվող այս լուրերը մեկնաբանել է Թրամփը, ասել է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը որոշում չեն կայացրել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում սպասվող գագաթնաժողովի վերաբերյալ եւ որ ինքը չի ցանկանում անիմաստ հանդիպում ունենալ։ Պարոն նախագահ, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղարկվել է, հետաձգվել, թե ինչ է պատահել։ Ոչ, ես չեմ ուզում անիմաստ հանդիպում ունենալ, չեմ ուզում ժամանակ պատնել, այնպես որ կտեսնենք ինչ կլինի։ Այս ամենին զուգահեռ եվրոպական երկրները Ուկրաինա եւ Միացյալ Նահանգների հետ միասին մշակում են հրադադարի նոր առաջարկ։ Այն ներառում է խաղաղության խորհրդի ստեղծում, որը պետք է գլխավորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Լոնդոնում այս շաբաթ նախատեսվում է Ուկրաինայի դաշնակից 35 երկրների ներկայացուցիչների հանդիպում, քննարկելու են Կիևին երկարաժամկետ օգնություն տալու հարցը։